Եթե կառավարությունը խղճով լինի, կմտածի մեր շենքի բնակիչների մասին, մարդիկ տարիներով տուն են դրել, ու այսօր մի վայրկյանի մեջ այդ ամեն ինչը հավասարվել է հողի։ Ու մենք այդ պահին անտերության ենք մատնված։ Կառավարությունը մի հատ մեր վրա ուշադրություն չի դարձնում։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակելի շենքերից մեկում 6 մարդու կյանք խլած պայթյունից 6 ամիս անց իրենց տները կորցրած ընտանիքների մշտական բնակության հարցը դեռևս չի լուծվել։ Համայնքապետարանն այս ընթացքում յուրաքանչյուր ընտանիքի ամսական միայն 60,000 դրամ փոխհատուցում է տրամադրում բնակարանների վարձակալության համար։ Մնացած խնդիրներն ու դժվարությունները բնակիչներն ինքնուրույն են հաղթահարում։ Դեպքը կատարվել է հունիսի 11-ին, արդեն 6 ամիսը լրացել է, ոչ մի բան չեն արել։ Ուղղակի մենք հենց առաջին մուտքի բնակիչներից ենք, որտեղ պայթյուն է եղել է, մեր ամեն ինչն էլ քանդվել է, փառկած երեխեքս նորմալ փրկվել ենք, բայց այսօր մենք վարձով ենք ապրում, տալիս են միայն ու միայն մեր վարձը, բնակարանների վարձը։ Ուրիշ ոչ մի հարցով ոչ մի տեսակ օգնություն չեն անում։ Այսօր ներում ենք առաջին հերթին, որ այս տունը, որ վարձով մենք վերցրել ենք, հատակը ցեմենտբետոնա ու լինելու։ Բայց այնտեղ իմ տունը շատ լավ կարգած տուն է եղել։ Ես մինչև հիմա պետությանը վարկեր եմ տալիս, զուտ տան վերանորոգման, դու լուսամուտ հատակ փոխելու այդ վարկերը դեռին վրա է, որ ես հիմա տալիս եմ ու չգիտեմ ինչի համար եմ տալիս, որ ամեն ինչը կորել է։ Առաջին հերթին կոմունալ վճարների խնդիրն է, որ բնականաբար երբ ֆորմիկներ ունեն փոքր, շատ ենք վառում, որ երեխեքը չմրցեն հետո ինչ-որ խնդիրների առաջ չկանգնենք։ Ու մեծամասնության մոտ երկարան մեր մուտքի առաջին մուտքի որտեղ բուն վթարը եղել է, երկարան բոլորի անունից խոսամ, առաջին հերթին բնակարանի հարցն է, երկրորդ հերթին հագուստի, ուտելիքի, կոմունալ վճարների։ Բնակիչները լսել են, որ փլուզված շենքը պետք է ամբողջությամբ ապամոնտաժվի, որից հետո նույն տեղում շենք կառուցվի եւ իրենց բնակարաններ տրամադրեն, սակայն նշում են, շենքը ինչպես փլուզված վիճակում եղել է, այնպես էլ շարունակում է մնալ։ Քանդման հրապարակ ֆինանսավորումը չկա։ Շենքը պետք է քանդեն, որ պայմանագրեր կնքեն բնակիչների հետ։ Այդ ֆինանսը երևի մեծ է, դրա համար չեն կարողանում քանդել շենքը։ Նույն վիճակավիճակում մնացել է, դեռ ոչինչ չի արվել։ Իմ կոչերն է, որ որոշակի բան նախաձեռնել, հասկացանք, քանդվել է, ասենք վթարվել է, բայց ինչ-որ մի բան պետք է արվի, չէ՞։ Համար ես այն տարիքում եմ, որ ինքնուրույն ոչինչ չեմ կարող անել, որտեղ արդեն թոշակառու եմ, 67 տարեկանում ես ինչ կարամ անել ինձ համար։ Իսկ չեմ մնալու դուրսը։ Պետությունը ինչ-որ մի բանով պետք է օգնի, չէ՞, մի բան պետք է նախաձեռնի։ Եվ ոչ միայն ես, այլ շենքում ինձ նման բնակիչներ շատ կան։ Ճամբարակի համայնքապետարանից հայտնեցին, որ հարցը կառավարության տիրույթում է, այս պահին իրենք 18 ընտանիքի բնակարանի վարձակալության գումարն են փոխհատուցում։ 44 բնակարան է եղել, որից բնակեցված է եղել 25-ը։ Եվ մյուսները փակ, ասենք, մասը տարիներով համայնքում չի եղել կամ ուրիշ բնակարան ունեցել, այնտեղ է բնակվել։ Պայթյունի ժամանակ 25 բնակարանում են մարդիկ ապրել։ 25-ից 2 ընտանիք իմի հոգյանոց են եղել, մահացել են, էլի, այդպես փակվել է։ Այս պահի դրությամբ 18 ընտանիք մենք ունենք, որ վարձակալության տեղափոխվել են, վարձով են ապրում եւ դրանց վարձի գումարները համայնքապետարանն է փոխհատուցել, վթարային է ճանաչվել բնակության համար ոչ մի տանի։ Այս պահի դրությամբ հստակ չկա կառավարության որոշում, թե ինչ բնակարան կկառուցեն, թե սերտիֆիկատ կտան, թե փոխհատուցում կտան, հլա հստակ ծրագիր չկա այդ մասով։